Վերջին շրջանում համացանցում տարածվող սուտ ու կեղծ լուրերը դարձել են տեղեկատվական աղտոտվածության ամենավտանգավոր ձևերից մեկը։ Երբ դրանք վերաբերում են հանրությանը ճանաչված մարդկանց, հետևանքները ոչ միայն անձնական մակարդակում են ցավալի, այլև խորը սոցիալական ազդեցություն ունեն։ Դերասան Հայկո Հովհաննիսյանի վերջին գրառումը, որով նա հերքել է իր մահվան մասին շրջանառվող ապա տեղեկատվությունը, կրկին անգամ բարձրաձայնում է այս ցավալի երևույթի վտանգավոր բնույթը։ Ընկերներ, օրվա սկզբից ստանում եմ նամակներ իմ մահվան հետ կապված, համացանցում կան նյութեր, իբրև մահացել եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ չեմ մահացել դեռ ամեն դեպքում, շնորհակալ եմ անհանգստանալու համար, ամեն ինչ լավ է, գրել է դերասանը։ Մի քանի նախադասությամբ նա ոչ միայն հանգստացրեց իր հարազատներին, ընկերներին ու հետևորդներին, այլև ակնհայտ դարձրեց ինչքան դաժան կարող է լինել սուտը, երբ այն վերաբերում է մարդու կյանքի ամենանուրբ կողմին՝ նրա գոյությանը։ Բայց ինչու են նման կեղծ լուրեր տարածվում, ում են օգուտ տալիս դրանք։ Նախ շատ դեպքերում նման լուրերը տարածվում են դիտավորյալ ուշադրություն գրավելու, լայքերի, քանակը բարձրացնելու կամ էջերի ու կայքերի տեսանելիությունը մեծացնելու նպատակով։ Սենսացիոն մահվան վերնագրերը ակնթարթորեն գրավում են ընթերցողի ուշադրությունը, ապահովելով մեծ ներգրավվածություն, անկախ նրանից իրական են, թե ոչ։ Որոշ լրատվական աղբյուրներ կամ սոցիալական էջեր, որոնք չեն վերահսկվում պրոֆեսիոնալ խմբագրական թիմերի կողմից, օգտագործում են նման կեղծ տեղեկություններ գովազդից կամ այցերից ֆինանսական շահ ստանալու համար։ Երկրորդ, որոշ մարդիկ սոցիալական ցանցերում շահարկելով հանրահայտների անունները նպատակ են դնում ուղղակի խառնաշփոթ առաջացնել կամ ուղղել անհատական վիրավորանք խիստ անձնական շարժառիթներով։ Երբեմն դա կատարվում է նույնիսկ խուլիգանիզմի կամ կիբերհարձակման շրջանակներում մեկին վարկաբեկելու կամ նրա հոգեկան հանգստությունը խաթարելու նպատակով։ Կա նաև հոգեբանական կողմը։ Որոշ օգտատերեր հաճախ չարաշահում են հանրային հարթակներն առանց պատասխանատվության զգացման։ Նրանց համար դա կարող է լինել պարզապես կատակ, մի ձև ժամանակ սպանելու կամ ուրիշներին ցնցելու։ Սակայն իրականում նման գործողություններ կարող են խորապես ազդել ոչ միայն տվյալ անձի, այլ նաև նրա հարազատների, ընկերների ու երկրպագուների վրա։ Հայկո Հովհաննիսյանի դեպքում այս երևույթն առավել դաժան է, քանի որ նա հանրության սիրված դեմքերից մեկն է։ Նրա ստեղծագործական և անձնական կյանքը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Բնական է, որ նման կեղծ լուրը կարող էր խոր վիշտ ու շփոթություն առաջացնել։ Փաստորեն դերասանը ստիպված էր բացատրություն տալ ոչ թե նոր դերով հանդես գալու կամ հաջողության մասին պատմելու համար, այլ պարզապես ապացուցելու, որ ողջ է։ Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս տեղեկատվության դարաշրջանում մենք բոլորիս վրա ունենք պատասխանատվություն։ Մարդիկ պետք է ստուգեն տեղեկության աղբյուրը նախքան այն տարածելը, հետևորդները չպետք է սնվեն միայն սենսացիոն վերնագրերով, իսկ մեդիա հարթակները պարտավոր են սահմանել չափանիշներ կեղծ լուրերի տարածման դեմ պայքարելու համար։ Այս տհաճ միջադեպը, որը բարեբախտաբար այս անգամ ավարտվեց պարզաբանմամբ, մեզ հիշեցնում է ճշմարտությունն ամենահզորն է, և այն երբեք չպետք է փոխարինվի շահի կամ անպատասխանատվության դրդած սուտով։ Նշենք, որ սա դերասանի միակ սենսացիոն սթորին չէր։ Մի քանի օր առաջ դերասանը ևս մեկ սթորի էր արել, որն իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերում։ Նա գրել էր. «Էս էլ կանցնի»։ Այս կարճ, բայց հուզիչ արտահայտությունը շատերի կողմից ընկալվել է որպես մտորումների և ներքին ապրումների արտահայտություն։ Հետևորդների շրջանում սկսել են ակտիվ քննարկումներ այն մասին, թե արդյոք դերասանի անձնական կյանքում ամեն ինչ հանգիստ է։ Շատերը ենթադրել էին, որ Հայկոն դիմանում է դժվար շրջանի հետ կապված իր սիրելի դերասանուհի Անահիտ Մանուկյանի հետ հարաբերությունների փոփոխությունների հետ։ Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը համարվում են ամենագեղեցիկ ու համերաշխ զույգերից մեկը հայկական շոու-բիզնեսում։ Նրանք հաճախ էին միասին լուսանկարվում, հրապարակում տեսանյութեր ու փոխանակվում ռոմանտիկ հաղորդագրություններով։ Անահիտը հաճախ ցույց էր տալիս Հայկոյի կողմից նվիրած ծաղիկներն ու անակնկալները, իսկ Հայկոն հրապարակում էր սիրով լի ուղերձներ, նշելով, թե որքան երջանիկ է։ Նրանց հարաբերությունները դարձան շատերի համար երազելի սիրո խորհրդանիշ։ Սակայն վերջին շրջանում փոխվել էր այս ջերմ և համատեղ ներկայության բնույթը։ Անահիտ Մանուկյանն իր էջերում այլևս չի հրապարակում ոչ մի համատեղ լուսանկար կամ տեսանյութ։ Նա ցույց չէր տալիս Հայկոյի նվիրած ծաղիկները, որոնք նախկինում հրապարակումների մշտական մաս էին կազմում։
Նրա ինստագրամը լցված է միայն մասնագիտական լուսանկարներով կամ անձնական այլ գրառումներով առանց որևէ ակնարկի Հայկոյի մասին։ Սա բնականաբար բորբոքել է խոսակցություններ բաժանման կամ լուրջ վեճի մասին։ Հայկոյի կարճ ու հուզիչ գրառումը ըստ հետևորդների գալիս է հենց այս փոփոխված հարաբերություններից, նրա հրապարակումը հնարավոր է խորհրդանշում է հիասթափություն, տխրություն կամ հույս, որ ամեն բան կվերադառնա իր հունը։ Ոմանք մեկնաբանել են քաջություն, քեզ ամեն ինչ լավ կլինի, իսկ ուրիշները գրել են հույս ունենք, դուք դեռ միասին եք։ Նշենք, որ վերջերս Աննահիտ Մանուկյանը ցրեց այս կասկածները, հրապարակելով նոր տեսանյութ և ցույց տալով Հայկո Հովհաննիսյանին, և հետևորդներն արդեն կասկածներ չունեն, որ նրանք միասին են, սակայն խուսափում են իրենց անձնականի մասին խոսելուց։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր ու դիտարժան գաղտնիքները, շոու բիզնեսյան անցուդարձերը, նոր հեռուստասերիալներն ու հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունները միասին։ Միացեք մեզ, գրեք ձեր կարծիքները և իհարկե մի տարածեք կեղծ տեղեկություններ։